ինչպես միշտ Օվերչուկը որպես դասական մարդով լիֆտը կանչումա չի գալիս, խոսացող գլուխ է, բայց ուտա խոսում։ Ինչպես միշտ ցանկացած ռուսական պաշտոնյա, ով խոսում է վերջի 20 տարին, ինքը սուտ է խոսում։ Եվրամիությունը չի դառնում ռազմաքաղաքական դաշինք, նմանատիպ հայտարարություններ անելու համար պետք է լինել կամ ալկոհոլի ազդեցության տակ, այսինքն կամ չիմանալ ինչա կատարվում աշխարհում։ Եվրամիությունը ունի հսկայական փաստաթղթային ողնաշար, որը ակնհայտորեն չի ենթադրում ոչ մի ռազմական բլոկ։ Եվրամիությունը հանդիսանում է հիմնականում քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական միություն։ Այնտեղ կան սոցիալական հարցեր, այնտեղ կան ֆինանսական հարցեր, այսինքն եվրոն եւ ընդհանուր կենտրոնական բանկը, այնտեղ կա համատեղ ինչա դրա սոցիալական կապի եւ սոցիալական հարցերի բան, այսինքն հիմա ռոմինգն է դուրս գալիս եվրոպական երկրներում, բայց Եվրամիությունը չունի ռազմական կոմպոնենտ, չի ունեցել եւ չի նախատեսված եղել։ Եվրոպական միության ստեղծման ժամանակ ռազմական կոմպոնենտը քանի որ նախատեսված չի եղել, ռազմական կոմպոնենտի հիմիկվա այդ կտորը, որի մասին ենթադրաբար խոսում Օվերչուկը, դա գումարներն են, որոնք Եվրամիության Եվրահանձնաժողովները որոշել են, որ երկրները կարող են ավելացնել սեփական պարտքը, որտեղ որտեղ խոսացում է սեփական պարտքի մասին, արտաքին պարտքի մասին, ավելացնել դեֆիցիտը բյուջեի, բայց այն պայմանով, որ այդ գումարները պետք է գնան երկրների պաշտպանական ոլորտին։ Դա չի ենթադրում, որ Եվրամիությունը դառնում է ռազմաքաղաքական բլոկ, կիսագրագետ, անգրագետ դեգեներատների համար, որոնք նստած են Ռուսաստանի Դաշնության կառավարությունում, բացատրում են ռազմաքաղաքականը դայնն է, որ պաշտպանության նախարարությունները բոլորը նստում են, համատեղ որոշումներ են կայացնում, համատեղ հրամանատարություն կա եւ այլն, պարզա որ Սլովենիայի եւ Ֆրանսիայի հրամանատարությունը տարբեր է, եւ Ֆրանսիայի գեներալը չի կարող գնալ մտնել սլովենական բանակ եւ հրամանտ, ի տարբերություն օրինակ ՆԱՏՕ-ի, որտեղ կա ՆԱՏՕ-ն նաեւ։ Այն ՆԱՏՕ-ն դա ռազմաքաղաքական բլոկն է։ Այնինչ մանիպուլատիվ կերպով փորձում է խոսել այդ դեգեներատը, որը զբաղեցնում է Ռուսաստանի այսպես կոչված կառավարության, այսպես կոչված փոխվարչապետի պաշտոնը, դա մանիպուլյացիա, որը հիմնականում ուղղված է Հայաստանի Հանրապետության այն զանգվածին, որը ոչինչ չի ուզում իմանալ, որը գտնվում է կոմֆորտի զոնայի մեջ, որին պետքա, որ այն ինչ որ ասում է Ալեն Սիմոնյանը, Հայաստանը չլինի ոչ մի տեղ։ Հիմա անդրադառնանք այն հարցին, արդյոք Հայաստանի չեզոք կարգավիճակը։ Հայաստանի չեզոք կարգավիճակը ձեռնտու է օլիգարխատին, ձեռնտու է կոռումպացված կառավարությանը եւ ձեռնտու է նրանց, ովքեր պատրաստվում են Հայաստանը ամբողջությամբ օգտագործել սեփական հարստությունները մեծացնելու, իսկ ամենավերջում հանրապետության փողերը վերցնեն եւ հայդե Փարիզ։ Այտենց մենք արդեն եղել ենք։ Հայաստանի Հանրապետությունը որպես այդպեսին ինքը Հայաստանը հայերի երկիրն է։ Մենք եվրոպական երկիր ենք, եվրոպական ազգ ենք։ Եթե Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, իրենց շրջափատող օլիգարխատը, դախլչիները, տարբեր Ռուսաստանի տակ ապրող բուլկիների դրոժերը, այդ բոլոր մարդիկ համարում են, որ իրանք չեզոք են, այսինքն ոչ մի բան են, ոչ եվրոպացի են, պարզավոր թուրք չեն, որտեղ աչքերները սենց չի, իրանք կենտրոնական Ասիայում չեն կարող ապրեն, պարզավոր իրանք պարսիկ չեն, շարիատի կանոններով չեն ապրում, հարցը առաջանում իրանք ով են։ Միգուցե Ադրբեջանի նավթը օգտագործելով բենզինը ուզում են զգան, որ իրանք կովկասցի են կամ ադրբեջանցի են ստեղծված 18 թվականին, իսկ ազգի անուն ստացած 36-ին Ստալինի հրամանով, բայց ամբողջ մնացած աշխարհի համար Հայաստանը Եվրոպա է։ Եվ լինել եվրոպական երկիր իր ահռելի պատմամշակութային ներգրավվածությամբ, իր տեղով յուրաքանչյուր եվրոպական, այսպես ասած, միջոցառմանը Հայաստանին հատկացված տեղով, այն հարգանքով, որը հայ ազգը ոչ թե Նիկոլ Փաշինյանը կամ Ալեն Ջոն ունեն բաներում, եվրոպական երկրներում դուք հազար ներողություն, ոնց կարաք լինեք չեզոք։
նորից եմ բացատրում, սա Հայաստանի համար կործանարար է, որտեվ մենք եվրոպական ազգ ենք նույնիսկ մեր թշնամիների համար, այսինքն ռուսների, սելջուկների եւ մնացածի։ Մեզ միշտ փորձել են ոչնչացնել թե ռուսները եւ թե թուրքերը, որտեվ մենք եվրոպական ենք։ Անկախ նրանից հիմա Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանը, յուրենց կողքը կանգնած սուպեր դախլչիները, մեգա դախլչիները կհայտարարեն, որ իրանք այլ մոլորակային են, թե ոչ, մեզ հաշիվ են ներկայացնելու որպես եվրոպական ազգի։ Հիմա հարց, ով է պատրաստ իրանցից այդ դրա պատասխանը տալ։ Մենք գիտենք, որ չեն պատրաստ չեն։ Իրանք երկու պատերազմ ապացուցել են, որ չեն կարող տան։ Իրանք տանում են այտենց Հայաստանը պատերազմի, որտեղ կրկին Հայաստանի կողքը ոչ մեկ կանգնած չի լինի, որովհետև իրանք այդպես են օրենսդրությունը սարքում, որ չկարողանան դիմեն նրանց օգնությանը, ով որ մենք ենք, ով որ Եվրոպան։ Մարդը ուղղակի սուտ է խոսում։ Այդ սուտը ուղղված է իրանց ընտրազանգվածին, որը հիմնականում անգրագետ է եւ հիմնվում է ոչ թե օբյեկտիվ իրականության, այլ կառավարության բլա-բլայի վրա։ Եվ մենք սա տեսել ենք, կներեք, պետք է ասեմ, ասա մենք տեսել ենք նաեւ հանրապետականների ժամանակ։ Պետք է ճիշտ հասկանալ, յուրաքանչյուր կառավարություն շատ երկար մնալով իշխանության ձևավորում է ինչ որ զանգված։ Այդ զանգվածը սկզբից մեծ է, հետո փոքրանում է, մնում է կորի, այդ կորիզը հոգեկան հիվանդություն է ձեռք բերում։ Իրանց համար, քանի որ տեղները տաք է, ամեն ինչ որ դուրս է գալիս այն խոռոչներից, որոնք կոչվում են բերան, իրանց նախընտրած քաղաքական ուժի, դա ճշմարտություն է, անկախ նրանից օբյեկտիվ իրականությունը որն է։ Ստեղ գնում է համատեղ խաղ, այդ համատեղ խաղը թե Սամվել Կարապետյանի զարմիկն է, թե Նիկոլ Փաշինյանի կուսակցությունն է, թե Ռոբերտ Քոչարյանն է, այս բոլոր ուժերը Հայաստանը ոչ միայն ուզում են տեսնել, այլ Հայաստանի ապագան տասնամյակներ առաջ գծում են սելջուկ բոլշևիկյան դաշինքի մեջ։ Իրանք պրոբլեմ չեն տեսնում, վտանգ չեն տեսնում, որովհետև սելջուկ բոլշևիկյան մոտեցումը հետևյալն է. մենք ձեզ կգրավենք, մենք ձեր ժողովրդի էքերին կվերցնենք, կօգտագործենք, այ դուք որպես օլիգարխներ կմնաք, ձեզ կճանաչենք։ Հիմա ամբողջ պատմությունը ինչ որ կատարվում է Ռուսաստանի հետ, սա պետք է շատ ուշադիր լինել։ Սա մանիպուլատիվ հայտարարություններ են, որոնք ուղղված են բացառապես Հայաստանի Հանրապետության զանգվածային կարծիքի փոփոխման կամ ազդեցության համար։ Ներսում, դրսից Հայաստանի Հանրապետության հանդեպ նաև։ Չէ, բացառապես Հայաստանի Հանրապետության հանդեպ վերաբերմունքը Եվրոպայում փոխել հնարավոր չի։ Այդ վերաբերմունքը ձևավորվել է Խաչակրանց արշավանքների ժամանակ եւ չի փոխվել։ Այն ժամանակ էլ Հայաստանի բաները, կառավարությունները եւ եկեղեցականները եւ որոշ իշխաններ, ասենք, եվրոպական օգնությունը գալիս էր, գիշերը մտնում էին ազնվականներին եվրոպացի մորթում կոտորում էին հայերը իրանց ձեռքով են հրաժարվել նաև գնացել սելջուկների հետ պայմանագիր կնքել, երբ որ Այասի պաշտպանության հարցներ կանգնած, դա նենց չի, որ նոր է առաջացել, հայերի մեջ միշտ նրանց ովքեր կոչում են անասուն կար, ուղղակի ամեն անգամ դա կառավարությունն է, ամենածիծաղալին է, որ ամեն անգամ հայոց պետականությունը ոչնչացվել է էլիտաների կողմից, ոչ մի անգամ թշնամու կողմից չի ոչնչացվել, որ մեր տարածաշրջանը ձևավորված է եկվորներից, Ադրբեջանը ստեղծվել է 18 թվականին ադրբեջանցի անվանումը 36-ին, Վրաստանը այսօրվա սահմաններում ստեղծվել է Ստալինի եւ Բերիայի որոշումով, մինչև այդ ինքը եղել է Կախետիայի վրա, ինքը չի եղել Վրաստան, որը որ բան, ինքը դա ասենք Վրաստանի երբ որ մտել է Ռուսաստանի կազմ, ինքը եղել է մի բուր բարեսբուր իմաստով, Տելավի քաղաքով, որ Միմինոն որ զանգում է Տելավի, այդ Տելավին է եղել, ուրիշ բան չի եղել։ Պատմականորեն էլ Վրաստանը նենց է, որ մինչև հիմա սուբեթնիկ խմբերը իրար հետ բավականին լուրջ խնդիրներ ունեն եւ երբեք չեն միավորվել։ Իրանք միավորվել են Ստալինյան այդ բանը որոշումով, թե չէ աբխազները, իմերետները, կախետները եւ աջարները ոչ մի լազերը, ոչ մի ընդհանուր բան չունեն։ Իրանք չեն ունեցել այդ ուղղակի հավաքվել։ Դու տարածաշրջան ասածը պրոբլեմատիկ է։
Ես հիմա ասեմ են բևերների բանի հետ կապված, լավ թողենք այդ բանակի հետ կապված Նիկոլ Փաշինյանը հետ հայտարարություն արի խայտարակություն մի հատ, որ D30 են գնել, դրան պետք է առանձին անդրադառնամ, որ երբ որ հպարտությամբ մի անգամ էլ ասենց բաներ են, Su-30-ները որ վերցրել էր։ Հետո հեքեցին, հետո էլի ոնց Сами лучшие истребители в мире, անձամբ եմ լսել, նստել էր մեջ, ասում էր Сами лучшие истребители в мире։ Սենց էլ տենց մի տեսակ քաղաքենիական ակցենտով։ Հիմա էլ D30-ը առնում։ Բացատրում եմ։ Այսօրվա պատերազմը գործող, որը որ բոլորը իրենց բաները հաշվարկները անում են, ուկրաինական պատերազմն է, ճակատը որպես այդպեսին։ Ինքը կոչվում է kill zone եւ ինքը ունի 15 կիլոմետր խորություն։ Երկու կողմերի համար։ Այսինքն առաջնագիծ կոչվածը 15 կիլոմետր խորություն ունի։ Որպեսզի դու վստահաբար կարողանաս լոգիստիկ ճանապարհներ գծես, դու պետքա այսպես կոչված շփման գծի ենթադրյալ այդ կետերից հետ քաշված քո լոգիստիկ գծերը կա խոշոր տեխնիկան բանը պետք է աշխատի 15 կիլոմետր խորության վրա։ Բացատրեմ ինչի է սա կարևոր։ D30-ը կրակում է 15 կիլոմետր։ Այսինքն որպեսզի դու D30-ով 3 կիլոմետր թիկունք, հակառակորդի թիկունք, 122 մմ-անոց մի հատ արկ հասցնես, դու պետք է ռիսկի ենթարկես 7 հոգանոց, 7 հոգի, որոնք այդ հաշվարկն է, մեկ բեռնատար, որտև ինքը քարշակով է, այդ D30-ը, և հետևաբար վարորդել ընդեղ կա մեկ հոգի, ու դու պետք է գաս, բացազատվես, կրակվա հաշվարկ անես, որտև D30-ը թվայնացված չի, սենց ինչ-որ թղթի քարտեզի վրա բդի գծես, պտի բան անես, պտի 4-ից 5 րոպե է տևում, այդ մենակ հաշվարկը։ Հետո պտի կրակես մի քանի հատ, համոզվես, որ տեղը հասել, կարող է 1-2 բան լինի, հետո նորից հավաքես, որտև որ այդտեղ թողեցիր, կմեռնի այդ 7 հոգին էլ, որոնք պաշտպանված են բացառապես լավագույն դեպքում զրահաբաճկոններով։ Իսկ իրականում ոչ մի բանով, որտև շոքաբանա մեր պայմաններում տենց չի։ Պետք է հավաքես, դա տանես։ Այդ D30-ների կիրառման գինը լինելու է ահռելի թանկ։ Ես ուզում եմ նայեմ ինտելեկտով տենց երևի ընդհանրապես չոշտված այն սպայական անձնակազմի աչքերի մեջ, որոնք մեծ հավանականությամբ պատկատով, այսինքն կաշառքով, որոշում են կայացնել գնել այդ D30-ները։ Թողոքի խայտարակություն ուկրաինական պատերազմի 4-րդ տարին ավարտվել է, չէ 4-րդ տարին, 26 թիվն է, 24-ին է այս ավարտվել, 4-րդ տարին ավարտվել է, 10 օր է մնաց։ Խայտարակման։ Այսինքն այդ դրա կիրառումը, այդ երեխեքի կյանքը, որ պետք է դառնան հրետանավոր, ով վզին է մնալու։ Նիկոլ Փաշինյանի, հիմա չէ, այդ հիմա չի, որ D30-ը առնում ես, ասում գործարանից են կարել, գլուխ գովալու բանակ թե։ Ռուսաստանից, որտեղ ուրիշտեղ չի արտադրվում D30։ Որտեղից եք ստացել D30-ը։ Ոչ էլ տենց հիմար չկա, որ D30-ը արտադրվում։ Շատ հետաքրքիր բառ ասեցիք, ստացել թե առել։ Դե երևի այն 400 թե 600 միլիոնը որ տվել էին, դրա դիմաց գալիս է։ Հա, բայց գալիս է աղբ։ Գալիս է այն ինչ որ մեզ պետք է։ Աղբ։ Դա ոչ մեկին պետք չի։ Միգուցե իրենց էլ հենց պետք չի։ Դա իրանց պետք չի, ես ասում եմ, դա 15 կիլոմետրանոց կիլոզոնա։ Էլ չհաշված, որ իրանք արդեն ինչքան է 4-րդ թե 5-րդ ամիսն է, իրանց ամենավստահելի տրանսպորտային միջոցը ձինա կամ էշը, ես կատակ չեմ անում։ Ռուսաստանի բանակը շարժում է ձիերով եւ էշերով։ Արդեն բագիներն էլ են բարձր կվադրացիկլները բաները։ Սամակատներով են, հա։ Ձների մեջ։ Այնվաղ ձուն չկար, հոկտեմբերին էր։ Լավ, հետ եկան։ Սամակատներով էին գնում, հասկանում եք, սամակատներով մոտ առաջնային։ Բանակի օր են նշում սաղ ազգով։ Բալավ ասում են, ես տենց զարմանում եմ, այսքան իրանց փորձագետի տեղ դրած ուր են։ Հալավ ես բացակայում էի Եվրոպայում էի փուստ եմ տվել կներեք այդ կտորը։ Ստեղ մարդ չկար որ ասեր, ալյո, բարև ձեզ։ Էսի չեք անում։ Ուր եք ծբխում։ Ինչն է փոխվում, ասենք թե ասեցինք, մատնանշեցինք։ Որովհետև մարդկանց թվում է, որ այդ ճիշտ է։ Իմ չափ ուկրաինական պատերազմի ոչ մեկ չի հետևում, որ ասենք քնած տեղից արտնասես դու ապուշ չեք, ինչ D30։ Բայց ստեղ մարդիկ կան, չէ, որ ասենք լավ քարչորսի մասնակից տղեկ կան։
Չգիտեմ, որ այդ T30-ը չի աշխատում։ Այդ որ դիրքերը կապոնիրները փորել էին, այդ որ հարյուրներով տղեկը տենց մնում էին այդ կապոնիրներում, որտեղ դրոնները գալիս են։ Բացատրեմ ինչի, որտեղ դրոններ են գալիս։ Տպավորություն չստեղծի բան, այդ դրոններով են սպանում։ 15 կիլոմետր խորությունը, թե այս կողմ, թե այն կողմ, դա դրոնային տարածք է։ Դա FPV դրոններ են։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պետք է գործարաններ սարքեն, որոնք դրոն են բանան։ Էլի եմ ասում, նվեր եմ տալի իրանց այս գաղափարը, չնայած հեսա նախընտրականը կլինի, իհարկե կօգտագործեմ ես էլ, բայց ժողովուրդ, Հայաստանի Հանրապետությունը պետք է դուրս գա տարեկան 2-2.5 միլիոն FPV դրոն արտադրելու հնարավորության վրա։ Որովհետև մեր առաջնագիծը, անկախ նրանից ինչ է մտածում Նիկոլ Փաշինյանը, 1200 կիլոմետր է նույնքան, որքան Ուկրաինան։ Եվ մինչև Ադրբեջանում չլինի ժողովրդավարական կառավարություն, որը կընդունի են ռազմական հանցագործությունները, որ իրանք գործել են, մենք չենք կարողանալու հանգիստ քնենք։ Ու D30-ը Նիկոլ Փաշինյանը կարա իր աղջկան օժիտ տա, սալյուտ թող խփեն։ Այ լավ հրետանիա սալյուտի համար։